Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 12-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար իհարկե, օրը երկուշաբթի է և տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Եվ իհարկե ընդունվում է արդեն խորհրդատվություն և քարտերով և աստղաբանությամբ և թվագիտությամբ և իհարկե դասընթացներ գոյություն ունեն աստղաբանությամբ, թվագիտությամբ և քարտերով, որ դուք կարողանաք վերլուծել քարտեզ աստղաբանությամբ, թվագիտությամբ և նաև կարողանաք հասկանալ քարտերը, եթե միգուցե ուզում եք աշխատել քարտերով։ Այսքանը մնացած տեղեկատվություն, ովքեր գրանցված են Facebook-ում տեսել են, ովքեր որ գրանցված են մյուս ալիքում արդեն լսեցին, շատ չի խոսեմ, նաև իհարկե տեղեկատվության համար կարող եք մեկնաբանության բաժնում, եթե չկան ժամերը, միևնույնն է, ես կասեմ կգրանցեն այնտեղ, հեռախոսահամարը դա Viber է միայն, ուրիշ ոչինչ չի աշխատում այդ հեռախոսահամարով, կարող եք գրել Viber-ին և ադմինները ձեզ անպայման կպատասխանեն։ Այսքանը տեղեկատվության համար, իսկ հիմա գնայինք արդեն կանխատեսումը և գնայինք առնետներին, տեսնենք ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 12-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը տատանվում եք, ինչ-որ բան է ձեզ տանջում, տատանվում եք, նաև ճանապարհ եք գնալու, դա կարող է լինել հիվանդանոց, դա կարող է լինել հիվանդին տեսակցության, կարող է լինել նաև կոսմետոլոգի մոտ կամ ճանապարհը ուշադրություն պետք է դարձնեք ինչպես եք գնում, և կարող ինչ-որ մարդիկ են գալիս ձեզ մոտ, կարող հիվանդ են նաև։ Այդ օրը ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց կթողնեք, որ կարող եք գտնվել հիվանդանոցում կամ հիվանդի մոտ և մյուս այլ բան ձեր ձեռքից բաց թողնեք կամ հիվանդին տեսնելու հնարավորությունը ձեր ձեռքից բաց թողնեք, ուշ հասնեք, չէ՞ որ ժամով է ոնց որ թե։ Նաև մտածում եք ոչ տղայի մասին։ Միգուցե այդ տղայի հետ է կապված, միգուցե մեկ այլ բան է, միգուցե սիրային թեմա է, մտածում եք այդ տղայի մասին։ Նաև այդ օրը կհանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ և նաև խոչընդոտներ կան, դրա համար կամ առավոտյան է խոչընդոտը կամ երեկոյան, դրա համար եք տատանվում ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլելին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 12-ին։
Հարգելի ցուլեր, սատարված ծնված ցուլերին է վերաբերվում, առավոտյան մի փոքր հուզված եք, կարող եք արտասվել, ես չգիտեմ ինչու, հետո սկսում եք մտածել կամ մտքերի մեջ եք կամ ինչ-որ մի բան է ձեզ տանջում, որի պատճառով էլ արտասվում եք կամ հուզվում, կամ այդպես արթնանում եք, ինչ-որ երազ եք տեսնում և արթնանում եք այդպես հուզված։ Օրվա ընթացքում խաբեություն կա, ուշադիր եղեք, եթե ինչ-որ մի բան ձեզ կառաջարկեն, նաև դա կարող է կապված լինել, որ ինչ-որ մի բան պես փուչկի նման բացահայտվում է և դուք իմանում եք։ Նաև վեճ կամ վիճում եք ինչ-որ մեկի հետ, դրանից հետո ինչ-որ բաներ են ուշանում ձեզ մոտ, ոնց որ այդ վեճը նպաստում է նրան, որ ուշանա, կամ վիճում եք, որովհետև ուշանում է։ Բայց այստեղ ոնց որ թե հարցին լուծում չեք տալիս, որովհետև հետո ոչինչ չկա, որ ես ձեզ ասեմ այդ հարցին լուծում տվեցիք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 12-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը կամ սեղանի շուրջ եք նստում, հետո եք իմանում, որ ինչ-որ մի բան ուշանալու է, կամ սեղանի շուրջ նստելն է տեղափոխվում մեկ այլ ժամանակահատված, փոփոխվում է օրը, մեկ այլ օր կարող է տեղափոխվել մոտապես 1 ամիս ու կես հետո։ Նաև դա կարող է վերաբերվում է հարսանիքին, չեմ կարող հստակ ասել։ Նաև ոմանց այդ օրը կհրավիրեն հարսանիքի, ոմանց ամուսնության առաջարկ կանեն կամ դուք կանեք, դա գործարք է նաև, սա գուցե ինչ-որ մի բան եք երկարացնում եւս 1.5 ամիս, նաև դա կարող է լինել աշխատանք, որը անում եք միշտ կամ ընտանիքում ոչ կարևոր օր է ձեզ համար, որ նշում եք։ Ինչ-որ մի բան կարող եք անել ընտանիքին կամ տան տղամարդն է գալիս տուն ընտանիքի անդամներից ոչ մեկը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 12-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը հուզվում եք, որովհետև խոչընդոտներ կան ինչ-որ գործեր անելու համար, դրա համար էլ հուզվում եք, չեք կարողանում ինչ-որ հարցին լուծում տալ, դա ձեզ, նեղվում եք դրանից։ Նաև այդ օրը բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք, ձեզ համար օրը հիանալի է և հեռախոսազանգ կունենաք։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 12-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը օձեր կան, որոնք որ այնպես են անում, որ ձեր գործերը առաջ չգնա, ինչ-որ մի բանի իրենց պատճառով ինչ-որ մի բան չեք կարողանում այդ օրը անեք։ Նաև դա մյուս կողմից էլ դա երկերեսանիներ են, մյուս կողմից էլ սա նաև վերաբերվում է ձեր սիրելիներին, կամ իրենք են խառնել ինչ-որ մի բան, հարաբերությունների մասին է այստեղ խոսքը։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ, կամ հենց այդ ամենը մասնագետն է, մասնագետի շնորհն է դա։ Ինչ-որ բան կուշանա, բայց ոնց որ այստեղ ավելի շատ այն ինչ-որ ուշանալու էր մոտապես 1.5 ամիս։ Միամիտ ոնց որ կստացվի, դուք էլ եք զարմանում, որ դա տեղի ունեցավ, որ դուք կարողացաք, կամ դա եղավ, զարգացավ, առաջ գնաց։ Օրվա ընթացքում ինչ-որ մեկին եք սպասելու, կամ ինչ-որ բանի եք սպասելու, և նաև ոչ հնարավորությունը ձեր ձեռքից կարող եք բաց թողնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերի։ Ինչ է սպասվում օձերին հունվարի 12-ին։
Հարգելի օձեր այդ օրը ինչ-որ տղայի մասին կարող եք մտածել, միգուցե ձեր տղան է, ինչ-որ լուսավոր մի բան տեղի կունենա այդ տղայի հետ կապված, հետո կամ կսկսեք մտածել իր մասին, կամ ինչ-որ բան է, այստեղ ոնց որ կվերհիշեք միգուցե իրեն, կամ ինչ-որ բան է իր մոտ տեղի ունենում և ոնց որ մտածում եք այդ իր հետ կապված ոչ էլ լուսավոր բանի հետ, կո ձեր տղան է, հղիություն է այստեղ կամ ոչ մի բան է, օձերը այստեղ կամ մտնում են ձեր անկողին, քննարկում են ձեր անկողնային կյանքը, կամ օձերը փորձում են խանգարել, խառնել ձեր հարաբերությունները ինչ-որ մեկի հետ, միգուցե ինտիմ հարաբերություններ, միգուցե ինչ-որ պահեր են այստեղ խոսում, բամբասում, և հաջողություն ունեք այդ օրը ձեր գործերում, ձեր բիզնեսում և ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, այս օձերը ձեզ ոչինչ չեն կարող անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հունվարի 12-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը ինչ-որ մի բան է ուշանում, ինչ-որ մի բանի պետք է սպասեք, մոտապես 28-29 օր այդպես, նաև գումար կստանաք, այստեղ աշխատավարձն է, կամ աշխատավարձ եք ստանում, կամ գումար եք ծախսում ձեր բիզնեսի վրա, ինչ-որ ծախսեր եք անում, ներդրումներ եք անում, ձեր գործերի հետ կապված, նաև հեռախոսազանգ այդ օրը կստանաք, դուք կզանգահարեք ոչ նորություն, միգուցե նաև նամակներ եք հետո գրում, զանգահարում եք, տեսնում եք չեք ընկնում, հետո նամակներ եք գրում, կամ նաև փաստաթուղթ է, որը կստանաք, տեղեկատվություն է, որը կստանաք այդ օրը, հաջողություն ունեք նաև այդ օրվա ընթացքում ձեր գործերում, ձեր բիզնեսում և երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերի։ Ինչ է սպասվում այծերին հունվարի 12-ին։
Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում, այդ օրը հուզված եք կամ հուզված եք արտանում, պետական հիմնարկության հետ է կապված նենց եք հուզվում, կաղա գնում եք առաջին անգամ դասի, առաջին անգամ աշխատանքի, բանկ եք գնում, կամ սա նաև հիվանդանոց է, որտեղ կաղա հուզված եք, գնում եք արյուն հանձնելու։ Նաև այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մարդկանց կաղաք սպասել, ինչ-որ բանի կաղաք սպասել, և հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ։ Լավ կին է, նա ձեզ սիրում է, դուք էլ իրեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 12-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ինչ-որ առավոտյան ինչ-որ մի բան է փակ, ինչ-որ մի բան չի ստացվում անել, հույս ունեք, որ կլինի, մի փոքր նեղվում եք, որտեղ ինչ-որ մի բան է կանգնած։ Նաև ինչ-որ տղայի մասին կարող մտածել, գուցե հնարավորությունը բացեք թողել իր հետ խոսելու, դա համար եք մտածում, հա, կամ իրեն տեսնելու, դա համար մտածում եք այդ մասին, ինչ-որ մի բան է կանգնած, ինչ-որ մի բան է դանդաղում, որ կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ։ Նաև այստեղ վեճ կամ իրար չեք հասկանում նաև ընտանիքի անդամների հետ, իրար կարող չհասկանալ ինչ-որ մի հարցի վերաբերյալ։ Եվ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք այդ օրը, որը կարող է փոխել մի փոքր այս իրավիճակը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հունվարի 12-ին։ Հարգելի աքաղներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, նաև օրվա ընթացքում եթե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, նաև ճանապարհ եք գնալու այդ օրը,
Եվ այստեղ ինչ որ մի հարցի վերաբերյալ ելք եք փնտրելու։ Այս քնը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հունվարի 12-ին։ Հարգելի շներ, այդ օրը առավոտյան վրոյցը հնարավորություն կաղաք ձեր ձեռքից բաց թողնել, ինչ-որ մի բանի համար է սա։ Նաև հույսով եք, հույսով լցված եք, հույսներ դել եք ինչ-որ մեկի վրա, կողա անսպասելի ինչ-որ մի բան տեղ ունենա կամ նաև վրոյցը կտրուկ քայլ անեք, որը եւս անմտածված կլինի ձեր կողմից, եւ այստեղ չեք կարողանա այդ դեպքում եւս գործերը առաջ մաղել, որովհետեւ ինչ-որ մի բան կխանգարի, որովհետեւ անմտածված է ինչ-որ մի բանը, այնպես չէ, ինչը որ դուք սկսում եք անում եք, այդ օրը։ Նաեւ սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հունվարի 12-ին։ Հարգելի խոզեր, նաև վարազներ է կոչվում։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ, միգուցե սիրային թեմա է, միգուցե ձեր տղան է։ Նաև հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում, սեղանի շուրջ եք նստելու այդ օրը եւ տեղեկատվություն կստանաք, ոչ թե փաստաթուղթ կարող է լինել դա, փաթեթ, եթե ինչ-որ բան եք պատվիրել։ Նաև կա փաստաթուղթ եք ուղարկում, փաթեթ եք ուղարկում, փաթեթ եք ստանում, այդպես նաև։ Եվ տխրում եք հետո ինչ-որ խոչընդոտներ կան։ Երեկոյան մի փոքր տխրում եք այդ խոչընդոտների պատճառն է։ Միայնակության զգացում է դա, ինչ-որ պահեր են, որոնք որ ձեզ տխրեցնում են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։